Վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Բագրատ Բադալյանին նույնպես շարունակում են բյուջեից միլիոններ վճարել։ Այս տարի նրա ճաննախագիծ ինստիտուտին փոխանցել են 320 միլիոն դրամ։ Միայն այս տարվա ընթացքում Բագրատ Բադալյանի ընկերությունը մոտ 834 000 դոլարի պետական պատվեր է ստացել, հիմնականում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, որտեղ նախկինում փոխնախարար է եղել։ Արդյոք դուք կոռուպցիայի ռիսկ տեսնում եք այստեղ։ Ես ընդհանրապես կոռուպցիայի ռիսկ ամենտեղ եւ ամենուր տեսնում եմ, դա ընդհանրապես իմ բանն է, իմ թույլ տեղն է, երբ որ ես ամենուր տեսնում եմ կոռուպցիայի ռիսկեր։ Մեր քաղաքացիներից թույլ տեղն այն է, երբ հայտնաբերում ենք, որ գաղտնի որոշումներով հեղափոխականները բյուջեից միլիոններ են փոխանցել Վարդան Ազատյանի կազմակերպությանը։ Նա պատահական մարդ չէ, Փաշինյանի հեղափոխության մասին գիրք է գրել։ Ես ով եմ։ Ես ընդամենը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի եմ։ Հպարտ քաղաքացի եմ։ Մի րոպե։ Հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիների հաշվին վարչապետի աշխատակազմը 621 միլիոն դրամ է տվել կառավարական ամառանոցների, այդ թվում իր առանձնատան քոթեջի հողատարածքի սպասարկման համար։ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ։ Հայաստանի Հանրապետությունում չկան արտոնյալներ։ Փաշինյանը գիտի, որ Սասուն Միքայելյանի տղան, Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը 156 միլիոն դրամի պայմանագիր է կնքել եղբոր Լարգո Վիճ ընկերության հետ։ Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանը պայմանագրեր էր կնքում Սկեսրոջ հետ։ Թալինի համայնքապետ Տավրո Սափեյանը պայմանագրեր էր կնքում ընտանեկան Սափեյան եղբայրներ ընկերության հետ։ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը եղբոր Սասուն Ղուլունց Աձեի հետ։ Հայաստանում արտոնյալներ կան։ Սիրում եմ բոլորին։